Ռուսաստանի հետ կապված մեկ այլ հարց, պարոն վարչապետ, փոխվարչապետ Օվերչուկը հայտարարություն էր անում, որ Բրյուսելից եկող ազդակները խոսում են այն մասին, որ Եվրամիությունը տնտեսական միավորից վերածվում է ռազմաքաղաքական կառույցի եւ ասում էր, արդյոք Հայաստանը պատրաստ է մաս դառնալ մի միության, որը իր բառերով ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ եւ ասում էր հայերն էլ վաղ թե ուշ այս հարցը պետք է իրենց տան։ Ես հիմա ձեզ եմ տալիս։ Գիտեք, ես ուզում եմ դες հետ կիսել եւ հանրության հետ կիսել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերաբերյալ մեր ռազմավարական պատկերացումները։ Մենք բոլոր տեղերում մեր բոլոր գործընկերների հետ կիսում ենք հետեւյալ միտքը, որ Ռուսաստանին, Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա եւ չի լինելու մեր օրակարգում։ Դա բացառված է։ Որևէ մեկը մեզ չի կարողանալու, եթե նույնիսկ փորձի, մինչև հիմա փորձեր չեն եղել, բայց որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Եվ նաև մենք ռուսաստանցի մեր գործընկերներին ենք ասում ենք, գիտեք, մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք ձեզ հետ այսպես վիճաբանության լեզվակռվի մեջ չենք մտնելու, որովհետև մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որը մենք ունենք։ Ես ձեզ այո, միջպետական, բայց անձնական մակարդակը նույնպես պակաս կարևոր չէ այս կոնտեքստում։ Ես շատ ուղիղ եւ ջերմ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ շատ ջերմ եւ ուղիղ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայել Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է։ Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց լինում են բայց մենք միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի։ Եւ մենք հարց ենք տալիս Ռուսաստանի մեր գործընկերներին։ Արդյոք այս տրամաբանությունը կամ դուք քննադատություն ունեք այս տրամաբանության։ Ասում ենք մենք երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան։ Եվ սա լինելու է մեր ռազմավարությունը։ Այստեղ մենք հասկանում ենք, որ կարող են որոշակի հատումներ լինել, բայց մենք չենք կարող ասել, գիտեք ինչ, մենք գործում ենք ի հեճուկս Հայաստանի շահերի եւ հանուն ոչ միայն Ռուսաստանի, ցանկացած այլ երկրի շահերի։ Դա անդրամաբանական կլինի, որևէ մի երկիր այսպես չի գործի։ Այո, կարող են որոշակի նաեւ խնդիրներ եւ հատումներ առաջանալ, բայց ես ուզում եմ ձեզ բերել հենց նույն օգոստոսի 8-ի օրինակը, որովհետեւ օգոստոսի 8-ից հետո պարզա որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների շրջանում կային որոշակի հարցեր եւ ես այդ հարցերին հաճույքով են առումով, որ մենք միշտ բաց ենք խոսակցության։ Այսքան մտահոգություններ կային։ Այո, իհարկե, բնականաբար դա արտահայտվում էր փորձագիտական շրջանում, մամոնում։ Ես ասում եի, մեր ռուսաստանցի գործընկերների ուշադրությունը հրավիրեցի մի փաստի վրա։ Մենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել ենք այն բովանդակությունը, որը մենք նախորդիվ 5 տարիների ընթացքում առաջինն ու 5-ից մի քիչ առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե, այնտեղ Թրամփի ուղի չկար, բայց մենք 5 բառ ենք ուզել ընդամեն։ 5 բառ։ Այդ բառերն են եղել տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Մենք ասել ենք դրեք այս 5 բառը թղթի մեջ եւ ես ցանկացած պահի պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել։ Եվ իմ ասածի մեջ ոչ մի չափազանցություն չկա։ Եվ սա շատ կոնկրետ օրինակ է, որ մենք չենք գործել երբեք Ռուսաստանի դեմ եւ չենք գործելու, բայց մենք բնականաբար կներեք Հայաստանի դեմ չենք կարող գործել։ Եվ մենք միշտ պետքա գործենք Հայաստանի շահերին համապատասխան եւ մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու եւ պետք չի Պարզա որ գիտեք օրակարգերում միշտ լինում են լարումներ, քննարկումներ,
հետագա մենք միշտ քննարկելու ենք, բայց մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու, մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չենք ստեղծելու, բայց մենք գնալու ենք մեր շահերի հետևից։ Հասկանալի է, մի քանի ներքաղաքական հարցերի անդրադառնանք, պարոն վարչապետ, ձեր հրապարակային հայտարարություններից պարզ է դառնում, որ դուք Գարեգին երկրորդին կաթողիկոսի գահից հեռացնելու օրակարգից չեք հրաժարվել։ Հիմա կոնկրետ ինչ քայլեր են արվում եւ ինչով է զբաղված այն խորհուրդը, որը ստեղծվեց եկեղեցու բարենորոգման համար։ Գիտեք, ինչպես եւ նախատեսված էր, մեր հիմնական խնդիրն է նախ հանրությանը ավելի հասկանալի դարձնել օրակարգը, որովհետև այդ թվում գուցե մեր եւ իմ երբեմն էմոցիոնալ դրսևորումների պատճառով գուցե հանրությունը ավելի շատ տեսնում է աղմուկ, քան թե հարցիություն։ Իսկ մեզ համար հարցիությունը շատ պարզ է։ Առաջին հարցերի գլոբալ հարցը հետեւյալն է, որ առաջինը եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ։ Եվ ընդհանրապես ես ասել եմ, որ չի կարող լինել պետություն պետության մեջ։ Եվ մենք նախորդ շրջանում ցավոք տեսել ենք անընդհատ դրսևորումներ, որ եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորել փաստացի առանց դրա մասին հայտարարելու որպես պետություն պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն պետության մեջ։ Մենք ասում ենք, որ սա չպետք է տեղի ունենա, բայց սա երկրորդ գործողությունը, երկրորդ հարցը, որ եկեղեցին չպետքա զբաղվի քաղաքականությամբ։ Այսինքն եկեղեցին ներքաղաքական կյանքի մասնակից պետքա չլինի։ Տեսեք, երբ որ Կտրիչ Ներսիսյանը ժամանակին խոսում էր կառավարության, իմ այստեղ ես չեմ հարցը հասկանում, այստեղ քաղաքական գործընթացներն են։ Լավ 1, 2, 3, ասենք լավ ոչինչ պետքա լինել հանդուրժողական։ Արդեն սկսեցին այլ եպիսկոպոսներ քաղաքական հայտարարություններ անել եւ ինչ եղավ, որ Բագրատ Գալստանյանը սկսեց քաղաքական շարժում մայրաթորում ունեցած խորհրդակցություններից հետո եւ դրա արդյունքում, բայց շատ կարեւոր է նաեւ ինչ եղավ, այդ քաղաքական գործընթացը ժողովրդավարական երկրում եւ միջավայրում տեղի ունեցավ եւ մարեց, այսինքն մերժվեց հանրության կողմից։ Այս ամեն ինչը չի կարող մնալ առանց հետևանքի, որովհետեւ խոսքը մեր պետության ինքնիշխանության անվտանգության մասին է, բայց այս ամեն ինչը իրագործելու համար, այս խնդիրները լուծելու համար մեզ պետքա եկեղեցու բարենորոգման օրակարգ, որը ինչի մասին է։ Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների բարեվարկության, ֆինանսական թափանցիկության, հաշվետվողականության մեխանիզմներ պետքա լինեն, որովհետև մենք այսօր ունենք ինֆորմացիա, որ այդ թվում, որ ճշտման փուլում է, այդ թվում Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ձևաչափերով Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու եւ այլն։ Այս շատ լավ տեղ բերեցիք։ Ինչ են ասում ձեր ընդդիմախոսները,